Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2025 թվականի ապրիլի ամենահաջողակ օրերը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Մենք նկատում ենք, թե ինչպես են տիեզերական քամիները փոխում ուղղությունը 2025 թվականի ապրիլի ժամանման հետ, բերելով առանձնահատուկ պարզություն և հնարավորություն։ Հետադիմական մոլորակների քամիները աստիճանաբար մարեցին։ Մերկուրին և Վեներան այլևս հետ չեն շարժվում և վճռական Մարսը ոտքը դրել է հոյակապ առյուծի մեջ, ասես վառելով քաջության և համոզմունքի ներքին ջահը։ Այս ամենն ինձ հիշեցնում է, որ այժմ ժամանակն է նոր ուժերով խիզախորեն առաջ շարժվելու։ Երբ լուսնային հանգույցներն համընկնում են ձկների և կույս առանցքի հետ, ես հատուկ լիցք եմ զգում բուժման, հոգևոր զարթոնքի և գործնական վերափոխման համար։ Դուք այլևս չեք ցանկանում սպասել ճիշտ ժամին, ժամանակն է ինքներդ ստեղծել այս պահը։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ապրիլին կստանա աստղերի բարենպաստ միաձուլման իր օրը, այն օրը, երբ նախախնամությունը հատկապես քնքշորեն մեկնում է ձեռքը և հրավիրում ձեզ ճակատագրական քայլի։ Նման պահերին ցանկանում եք վստահել ձեր ինտուիցիային, համարձակորեն որոշումներ կայացնելուն և այո ասել նրան, ինչի մասին միայն նախկինում երազել էիք։ Այսպիսով սկսեցինք։ Խոյ, բախտավոր օր Կիրակի, ապրիլի 27։ Խոյը սկսում է հատուկ շրջան, երբ ֆինանսական հատվածը նոր կայունություն է ձեռք բերում։ Նոր լուսինը ամուր ցուլում արթնացնում է եկամտի և ինքնարժեքի ոլորտները, բացելով երկարաժամկետ բարգավաճման պատուհան։ Թող Խոյը լսի ինտուիցիային, ձևակերպի հստակ մտադրություններ և վստահորեն բարձր նպատակ դնի։ Տիեզերքը նկատում է աճի յուրաքանչյուր ցանկություն և պատրաստ է հատուցել անկեղծ ջանքերը։ Ցուլ, բախտավոր օր Կիրակի, ապրիլի 20։ Ցուլը աստիճանաբար թոթափում է հին հոգսերի բեռը։ Նա գուցե երկար ժամանակ է ձգտում կայունության, բայց ներքուստ դեռ կառչում է սովորություններից ու համոզմունքներից, որոնք այլևս չեն համապատասխանում իրականությանը։ Լուսնի վերջին քարոզ ջրհոսում ընդգծվում է ցուլի կարիերայի հեռանկարները։ Ժամանակն է ձեզ թույլ տալ գործելու նոր նորացված ձևերով։ Թող այս քայլն առաջ ուժ ստանա, որքան քիչ վաղ, այնքան շատ բացահայտումներ։ Երկվորյակ, բախտավոր օր շաբաթ, ապրիլի 12։ Երկվորյակների համար ապրիլը կարիերայի իրական աճ է խոստանում։ Վեներան արժեքների և գրավչության մոլորակը ապրիլի 12-ին դուրս է գալիս ձկների ռետրոգրադից, էներգիան վերադարձնելով երկվորյակների մասնագիտական հատվածին։ Թվում է, թե տիեզերքը փորձարկելով ջրերը հիմա ասում է՝ ձեր ժամանակը եկել է։ Մեկը մյուսի հետևից կարող են հայտնվել նոր հնարավորություններ, ֆինանսական հեռանկարներ և հանդիպումներ ճիշտ մարդկանց հետ։ Նույնիսկ եթե տարբերակների առատությունը ստիպում է ձեր գլուխին պտտվել, երկվորյակների համար կարևոր է ոչ թե շտապել, այլ ուսումնասիրել ամեն ինչ։ Խեցգետին, բախտավոր օր ուրբաթ, ապրիլի 18։ Խեցգետինը կարծես թե հուզական թունելով ճեղքել է նոր կյանք։ Տարեսկզբից Մարսը հետևում է իր նշանին, մղել ներքին փոփոխությունների։ Դա խիզախության ժամանակն է, սովորելով սահմաններ դնել, արտահայտել ձեր սեփական կարիքները և փոխել ձեր մտավոր ուղեցույցները։ Այժմ մոլորակները փոխում են իրենց դասավորվածությունը։ Ապրիլի 18-ին Մարսը տեղափոխվում է առյուծ, ազդելով խեցգետնի, եկամտի և արժեքների ոլորտի վրա։ Սկսվում է մի փուլ, երբ խեցգետնի համար հատկապես կարևոր է վստահորեն գործել նյութական աշխարհում, լինի դա արժանի բարձրացում, պահանջներ, թե նախագծի մեկնարկ, թե ֆինանսական որոշումներ կայացնել։ 2024 թվականի վերջին թեմաները, որոնք ժամանակի խառնաշփոթ են առաջացրել, նորից կհայտնվեն։ Առյուծ, բախտավոր օր չորեքշաբթի, ապրիլի 16։ Ժամանակն է փայլելու վեհ առյուծի համար։ Փետրվարից ի վեր հեռավոր ծրագրերն ու ոգեշնչող գաղափարները թակում են նրա կյանքը, բայց մարտին շատ բան դանդաղեցրեց հետադիմական Մերկուրիի ներքո։ Ապրիլի 16-ին Մերկուրին ուղիղ շրջվում է և նորից մտնում Խոյ, առյուծի համար բացելով ճանապարհորդության, ինքնակրթության կամ հոգևոր պրակտիկայի հետ կապված նոր դռներ։ Կույս, բախտորոշ օր շաբաթ, ապրիլի 19։ Կույսը կարծես թե բացում է իր թևերը այս օրը, քանի որ ապրիլի 19-ին սկսվում է ցուլի սեզոնը, ակտիվացնելով Կույսի ընդարձակման, բախտի և կյանքի փիլիսոփայության 9-րդ տունը։ Նախորդ ամիսները դժվար էին, Կույսը ստիպված էր ավելի շատ հույս դնել ուրիշների վրա, համագործակցել կամ համակերպվել անկանխատեսելի իրավիճակների հետ։ Այժմ գալիս է անկախ գործողությունների և հետազոտությունների կոչը։ Դուք կարող եք ապահով կերպով ձեռնարկել նոր փորձառություններ, ճանապարհորդություններ կամ անտիպ նախագծեր։ Ցուլի էներգիան Կույսին տալիս է ամրության
ուշադրության և եռանդի համադրություն։ Կշեռք, բախտավոր օր, ուրբաթ, ապրիլի 4։ Կշեռքները երազանքներ ունեն, որոնց իրագործումը պահանջվում է տոկունություն և անկեղծ ցանկություն։ Մարսը տարեսկզբից դրդում է կշեռքներին իրենց մասնագիտության մեջ, սակայն իր հետընթաց շրջանի պատճառով ծրագրերը կարող են խցանվել։ Այժմ տիեզերական հոսանքները կրկին շտապում են առաջ և կշեռքները առանց հապաղելու նշան են ստանում։ Կարիճ, բախտավոր օր, ուրբաթ, ապրիլի 18։ Կարիճը տոկունության վարպետ է, բայց ճակատագիրը փորձարկեց նրա կարողությունը համբերատար սպասելու համար։ 2024 թվականի վերջից Մարսը Կարիճի մոլորակային հովանավորը սովորեցրել է նրան խորապես անդրադառնալ իր կարիերային և գիտակցել, թե ինչ ռիսկեր է պատրաստի դիմել։ Աղեղնավոր, բախտավոր օր, ուրբաթ, ապրիլի 18։ Աղեղնավորը ծնվել է առաջ շարժվելու համար, գիտելիքի ծարավ և նոր հորիզոնների բուռն ցանկություն։ Ապրիլի 18-ից Մարսը տեղափոխվում է Արյուծ, ակտիվացնելով աղեղնավորի 9-րդ տունը՝ երկար ճանապարհորդությունների, փիլիսոփայական որոնումների և գիտակցության ընդլայնման տարածք։ Աղեղնավորի հովանավոր Յուպիտերը ռեզոնանսվում է այս ոլորտի հետ, ինչը նշանակում է, որ աղեղնավորը ստանում է ոգեշնչման լրացուցիչ լիցք՝ ավելի հանդուգն նպատակներ դնելու համար։ Այծեղջյուր, առավել բարենպաստ օր է շաբաթ, ապրիլի 12-ը։ Այծեղջյուրը շատ աշխատեց և երկինքը որոշեց նրան արժանի հաջողություններ շնորհել։ Ապրիլի 12-ին կշեռքների լիալուսինը լուսավորում է նրա կարիերայի և սոցիալական կարգավիճակի 10-րդ տունը, ավարտելով ցիկլը, որը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին։ Միգուցյալի ժամանակ այծեղջյուրը սկսեց մի մեծ նախագիծ, հայտ ներկայացրեց առաջխաղացման համար կամ միայնակ ուժեղացրեց իր մասնագիտական ոլորտը։ Լիալուսինը կարող է այծեղջյուրին տալ առաջնորդի դեր, պաշտոնական ճանաչում կամ վերջնական մղում դեպի հին երազանքները։ Ջրհոս, ամենաերջանիկ օրը երկուշաբթի, ապրիլի 7։ Ջրհոսները վերանայում են այն ամենն, ինչ կապված է եկամուտների, արժեքների և ինքնագնահատականի հետ։ Մարտի վերջից սկսած Մերկուրին հետադիմական վիճակում կանգնեցրեց փողի և ստեղծագործության հոսքը, ստիպելով մեծ քննադատաբար նայել անձնական ռեսուրսների և կյանքի առաջնահերթություններին։ Ձկներ, ամենաերջանիկ օրը չորեքշաբթի, ապրիլի 30։ Ձկները վերջապես զգում են, որ մոտենում է իրենց համարձակ նախաձեռնության ժամը։ Ապրիլի 30-ին Վեներան մտնում է Խոյ, ընդգծելով ձկների եկամտի, ինքնագնահատականի և նյութական կայունության ոլորտները։ Դեռևս 2025 թվականի փետրվարին Վեներան հետադիմական էր ձկների մեջ, և դա խորը դասեր բերեց հարաբերությունների, փողի և ինքնարժեքի մասին։ Դե ինչ շնորհակալություն ուշադրության համար, թող ամեն ինչ լիարժեք լինի ձեր կյանքում, և ձեր սիրտը լիաթոք ուրախանա։ Եթե դուք որոշել եք հստակ քայլեր անել դեպի ձեր երազանքները, ապա մենք ձեզ մաղթում ենք հաջողություն և երջանկություն։